Ես ինքս միշտ կողմ եմ եղել Թուրքիայի հետ հարաբերությունների վերականգնմանը։ Անկեղծ լինենք, ես դա ասում եմ արդեն քանի տարի է, որ Հայաստանը պետք է առանց Ռուսաստանի շփվի Թուրքիայի հետ։ Ահա, Այսինքն, որովհետև ռուսների նպատակը միշտ այնպեսին է, որ Հայաստանը պետք է ինչ որ ուրեմն նարատիվներով ապրի Թուրքիայի հետ հարաբերություններում եւ սա հատուկ միշտ ներդրված է եղել Հայաստանի մասով։ Բայց դա չի նշանակում, որ Հայաստանը կարող է առանց լուրջ մեջքի ու դաշնակիցների Թուրքիայի հետ կարողանալ լուրջ հարցեր լուծել։ Դա վերածվելու է վասալա-ստրկական հարաբերությունների։ Այսինքն մենք հասկանում ենք, չէ, Էրդողանի նկարտումները ու մենք հասկանում ենք Թուրքիայի այսօրվա քաղաքականությունը։ Հետևաբար, ես միշտ կոչ եմ արել հարաբերությունները արևմուտքի հետ սերտացնել եւ արևմուտքի հետ հարաբերությունների սերտացման ֆոնին ուրեմն սկսել հարաբերությունները Թուրքիայի հետ արևմտյան դաշնակիցների հովանավորչությամբ, այսպես ասենք, կլինի դա Միացյալ ահա, Նահանգները, Եվրոպան, Եվրամիությունը կամ Ֆրանսիան մեր դաշնակից միասին, թե միայն Միացյալ Նահանգները, այս դեպքում ուրեմն մեծ տարբերություն չկա։ Ավելի լավ, որ դա Միացյալ Նահանգների միջնորդությամբ լինի։ Դրա համար մենք պետք է կարողանայինք այսքան տարիների ընթացքում Միացյալ Նահանգների տիրոք ռազմավարական գործընկեր դառնայինք, դուրս գայինք ուրեմն հապկերից, ԵԱՏՄ-ներից։ Բայց այն վիճակում, որով Փաշինյանը գնում է Թուրքիա, դա ինձ համարել է մտահոգիչ, որովհետև մենք պարզ տեսնում ենք ուժերի դասավորությունը այս իրավիճակում, մենք պարզ տեսնում ենք, որ Հայաստանը շարունակում է մնալ ԵԱՏՄ անդամ, ուրեմն թուլացած Ռուսաստանի ենթական ստրուկը, դա խոսում են տնտեսության թվերը, ահա, եւ Փաշինյանի ուրեմն ուղակի այսպես բարձրագոչ հայտարարությունները, թե մենք երբեք այսքան անկախ չենք եղել, դա սուտ է, որովհետև երբեք Հայաստանը այսքան կախված չի եղել Ռուսաստանից, հա։ Հիմա որոշ խոսակցությունների մակարդակով դեռ կա ամերիկան մոդուլային ատոմակայաններ, ինչ որ հիմա նոր ներդրում են արեցի իբր արհեստական ինտելեկտի ոլորտում, բայց ասма մեծ հաշվով միջև ասում աչքներս չտեսնի չենք հավատա։ Ես իհարկե ավելի շատ ավելի լուրջ գնահատում եմ ավելի մեծ ուրեմն տեղ եմ տալիս ամերիկյան ատոմակայաններին եւ այս իմաստով այո ես ռիսկեր տեսնում իդեպ ասեմ ես այդ ընդդիմությունից ընդհանրապես չեմ ուզում խոսամ որովհետեւ գիտեք ինչ այդ ընդդիմությունը ուղղակի իրավունք չուներ այդպիսի ընդդիմություն գոյություն ունենալ Հայաստանում դրանք ընդդիմություն չեն եւ ցավոք սրտի ստացվում է այնպես որ այդ 5-րդ շարասյունը որ ներդրված է Հայաստանում տարիներ շարունակ ու մասնակցել է ակտիվորեն այս երկրի կործանմանը այդ մարդիկ այսօր ցավոք սրտի նոր տակտիկա են որդեգրել եւ շատ ժամանակ ստացվում է, որ իրենք բարձրացնում են այնպիսի հարցեր, որոնք իրականում կան տրամաբանական կարելի է այդպիսի հարցեր բարձրացնել, հա, եւ ըստ էության իրենք ուրեմն փորձում են այսպես ցույց տալ, թե որ իրենք իրոք լուրջ հարցեր են բարձրացնում հանուն Հայաստանի Հանրապետության, բայց տարբերությունը, եթե դուք ասում եք, որ արդյոք հնարավոր է, որ Էրդողանին տա հեծը, իհարկե հնարավոր է։ Իհարկե հնարավոր է, որովհետև դու հասկանում ես, որ բանակցություններում, որպեսզի Թուրքիան երաշխավորի, որ խաղաղության պայմանագիր պետքա լինի, դու ինչ որ մի բան պետքա Թուրքիային տաս։ Պարզա չէ՞ դա, այսինքն ձրի չի անելու, չէ՞ Թուրքիան։ Դա քաղաքականություն է, պարզա։ Բայց եկեք հասկանանք ինչի ենք մենք այդ մտավախությունը, ասենք, չենք բացառում, որ այդպիսի բան կարող է լինի։ Ես բացատրեցի արդեն։ Բայց ինչի է այդ ընդդիմությունը այդպիսի բան խոսում։ Այս այլ ահա, հարց է, որովհետև այդ ընդդիմությունը ուզում է Հայաստանին դարավոր կախվածության մեջ պահի Ռուսաստանից։ Ռուսաստանից, այո, 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 այսինքն սրանք ուղղակի խոսում են Ռուսաստանի անունից։ Մենք ասում ենք, այո, Թուրքիայի հետ պետք է համագործակցել, պարտադիր։ Իրենք դրանից սարսափում են, որովհետև իրենք հասկանում են, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը կարող է բերել ռուսական զորքի դուրս շպրտմանը Հայաստանից եւ հայ-թուրքական սահմանից, եւ Թուրքիայի, քանի որ Թուրքիան տարածաշրջանում այլևս ավելի ուժեղ է իր ազդեցությամբ, քան Ռուսաստանը, բնականաբար, եւ միջին արևելքում եւ հարավային Կովկասում այս պարագայում ուրեմն մենք հասկանում ենք որ իրենց նպատակն է թույլ չտալ որպիսի Ռուսաստանը դուրս մղվի տարածաշրջանից ինչը բնական process է ուզենք մենք թե չուզենք հիմա մեր իմ ասած այն է որ ուզենք թե չուզենք Ռուսաստանը դուրս է մղվում տարածաշրջանից եւ միակ պետությունը որ արհեստականորեն պահում է պահեցինք եկավ պահը որ պետք էր մեզ օգնեին չօգնեցին հիմա նորից վզներից ինչ որ մի քանի մեգա դախլչուշայի համար բեռ ենք պահում, որ բեռը ո՞րն է,
Ադրբեջանին տեսանք ինչպես էին ծառայում, ինչպես էին հետախուզական տվյալներ տրամադրում, ինչպես էին տարածքներ տվեցին դուրս եկան, որ ադրբեջանցիները մտեն։ Այսինքն թշնամի ենք, երկիր ենք պահում երկրի ներսում, իրենց շահերն ենք սպասարկում, որ վերջում մեզ մի հատ էլ դավաճանեն, սրա մասին է իմ ասածը։ Եվ գումարած, որ Թուրքիայի հետ պետք է շփվել բացառապես որպես Միացյալ Նահանգների դաշնակից, եթե մենք ուզում ենք արժանապատիվ ապրել այս տարածաշրջանում եւ Թուրքիայից էլ արժանապատիվ զիջումներ ստանալ։ Ահա այս կոնտեքստում, այո, այդ մտահոգությունը, որ ինքը կարող է Թուրքիային տալ Հայաստան էլեկտրական ցանցերը, եթե Էրդողանը պահանջի, ես չեմ բացառում, որ ինքը կարող է տալ, որտեղ մենք տեսնում ենք, որ այս կառավարությունը ռեգիոնալիստական ամեն գնով փորձում է, ուրեմն խաղաղության այդ փաստաթուղթը ստորագրել եւ ամեն գնովը նշանակում է որ կապ չունի դա Թուրքիայի տակ պարկելով կլինի, դա Ադրբեջանի տակ պարկելով կլինի։ Միայն թե ուրեմն համաձայնվեն, որ ուրեմն այդ ճանապարհը օֆիցիալ չանցնի, ասենք Ադրբեջանը չստանա միջանցք։ Ես ասեմ ձեզ, իրենք այնպիսի լայն արտոնություններ առաջարկեցին արդեն Ադրբեջանին, որ համարյա չենք վերահասկի, ինչ որ մարդ էլ չի լինի այնտեղ, չէ՞, տեսակ եւ այլ եւ այլն, բայց դա անընդունելի է։ Ես լսում եմ հիմնականում աշխատում եմ չլսել հայկական դաշտը լրատվական, որովհետեւ լսում ես հայկական լրատվական դաշտը, ցավոք սրտի կամ էքսպերտային դաշտը ամենայն անկեղծությամբ եմ ասում, քեզ թվում է թե դու ուրիշ աշխարհում ես ապրում։ Երբ որ լսում ես եվրոպական, ամերիկյան, ուրեմն չգիտեմ եւ այլ տարբեր ուրեմն ազդեցիկ կենտրոնների լրատվականների եւ վերլուծաբանների լրջագույն գիտնականների եւ այլն բոլորովին այլ իրողությունների մասին են խոսում եւ այստեղ մի կարեւոր հանգամանք եմ ուզում ձեզ շեշտել ուրեմն շատ է խոսվում այն մասին որ Իրանի եւ Իսրայելի կոնֆլիկտի թեժացումը, ել ավելի թեժացումը, պատերազմի եւ ուրեմն երկարաձգումը կարող է բերել ավելի լայն տարածաշրջանային պատերազմի, ռեգիոնալ պատերազմների։ Այսինքն երկար ժամանակ տևող քաոսը կարող է բերել շատ ավելի քաոսային հետևանքների։ Այսինքն միջազգային էքսպերտները վախ ունեն, որ Ամերիկայի միջամտությունը ծանր հարված է Իրանին։ Իրանի ուրեմն պատասխան գործողությունները պրոքսիների տարբեր երկրների միջոցով կարող է բերել քաոսային իրադարձությունների եւ քաոսային ռազմական գործողությունների ուրեմն շատ ավելի ընդլայնել այս գործողությունները գումարած որ այդ քաոսի մեջ մենք հասկանում ենք որ Չինաստանը նորից կարող է բացել Հնդկաստան-Պակիստան կոնֆլիկտը Իսկ դուք հասկանում եք ինչ իրավիճակ կստեղծվի վերևը Ռուսաստան-Ուկրաինայի եռում եւ ինչ եք կարծում եթե այսպիսի քաոս ստեղծվի որի հավանականությունը նշում են միջազգային էքսպերտներ ինչ եք կարծում Ալիևը ինչ նստելու է նայի այդ քաոսին ու ադիբուդի ուտի Պարզավոր չէ այսինքն իհարկե Ալիևը ի սկզբանե ռուսների հետ էր պայմանավորվել միջանցքը վերահսկելու, որովհետև Ալիևը շատ լավ հասկանում էր, որ Թուրքիայի հետ միասին Ռուսաստանին կսահմանափակի, բայց նաև Ռուսաստանի հետ միասին կսահմանափակի Էրդողանի։ Հիմա Ալիևը ունի խնդրեմ, որտեղ նույն խնդրեմը Պուտինը թույլաtsել է, ինքը ստիպված տեսնում եք վերջերս ակտիվացրել է իր շփումները Եվրոպական միության հետ, զգում եք չէ ինչ է անում Ալիևը։ Ուրեմն եւ այս իրավիճակում Ալիև եւ Էրդողանն էլ Լաչինից վերադառնալու ճանապարհին ակնհայտորեն իր հավակնությունները հայտնեց Զանգեզուրի միջանցքի հետ կապած իր հավակնությունները եւ թուրքական աշխարհի կապող ճանապարհը որպես դա ներկայացրեց մենք չենք կարող սա անտեսել մենք չենք կարող ասել դա Էրդողանն է մի բան ասեց այդպիսի բաները պատահական չեն լինում եւ ահա Ալիևը հասկանում է որ երբ որ ռուսների հետ միասին վերահսկեին ճանապարհը ինք այդ ճանապարհը տարածքը ինքն էր վերցնելու եւ թույլ էր տալու այդ տարածքում ռուսների ներկայությունը ինքը լինելու էր դոմինանտ այդտեղ բայց հիմա եթե դա արվում է Թուրքիայի հետ օրինակ ինքը այդտեղ դոմինանտ չի լինում Պարզա չէ Էրդողանը թույլ չի տա ինքը թփրտա այդ իմաստով հետեւաբար Ալիևը փորձելու է ամեն իսկ Էրդողանը իրոք ասեմ ձեզ այնպես չի որ Էրդողանը կուզենա փոկել մաքսիմում զիջումներ իր ազդեցությունը Հայաստանի հաշվին մեծացնի տարածաշրջանում այսինքն ինչ փորձում է Փաշինյանին այսպես ստիպել բայց այդ պարագայում Թուրքիան չի սպասարկելու Ադրբեջանի շահը, առաջին հերթին Թուրքիան սեփական շահն է սպասարկել։ Իսկ այստեղ Ալիևը վախենում է Թուրքիայի ներկայության մեծացումից տարածաշրջանում, որովհետև մենք գիտենք, որ Ադրբեջանում էլ կան ուժեր, որոնք դեմ չեն Թուրքիայի հովանավորչությամբ գան իշխանության։
Եվ ահա, քանի որ ինքը դիկտատոր է եւ ինքը ուզում է որդուն փոխանցի, հետո թորանը փոխանցի իշխանությունը, այսպես դառնան այսպես թակավորական ընտանիք։ Պարզա որ այս իրավիճակում ինքը որևէ կերպ չի ուզում որպեսի Թուրքիային ազդեցությունը շատ մեծանա տարածաշրջանում եւ պատահական չէ որ վերջին շրջանում ռուսները, այսպես դա էսի մեթերում էլ ասեցի, անընդհատ նորից ակտիվացրել են խոսակցությունը, թե եկեք Մոսկվայում ստորագրենք այս պայմանագիրը, որովհետև տեսեք, ես վստահ եմ, որ կանչեց Ալիևին, ես չեմ ուզում շտապել, իհարկե արդեն հերքել եմ, որ հանդիպում կլինի, բայց այն, որ ինձ համար ակնհայտ էր, որ Էրդողանը կուզենար, որպեսզի Փաշինյան-Ալիև հանդիպում կազմակերպեր Թուրքիայում ինքը արդյունքի հասներ, ոնց որ տեսնում եք ինքը փորձում է Ուկրաինայի հարցում մեդիատոր հանդիսանալ։ Իդեպ, դուք գիտեք ինքը ինչ մեծագույն համբավ ձեռք կբերեր, եթե ինքը հիմա կարողանար այդ պայմանագիրը ստորագրել տալ Թուրքիայում։ Այո։ Եվ ինքը, դուք հասկանում եք, չէ՞, իր միջազգային հեղինակություն ընդհանրապես եւ ինքը կդառնար տարածաշրջանի բացարձակ լիդերը, որ ինքը կարողանում է այսպիսի կոնֆլիկտ լուծի տարածաշրջանում։ Այս սրա մասին է խոսքը։ Այո, պետք է ասել, որ Ալիևը ակնհայտորեն փախավ այս խուսափումը, որովհետև տեսնում է, որ իրադարձությունների զարգացումը կարող են բերել այնպիսի քաոսայի ու անկանխատեսելի հետևանքների, իրենք հենց հույսը ունեին։ Եվ ասեմ ձեզ, դրա ուրեմն նախանշանները այդուամենայնիվ կան։ Դրա համար Ալիևը կգերադասի չշտապել եւ սпасել, որովհետև կարող է ավելի հարմար առիթ լինի, ավելի խոշոր ձուկ բռնելու եւ մենք պետք է պատրաստ լինենք։ Պատերազմի ձգձգվելու հարցում միլիարդավոր դոլարներ այո կարժենա, բայց պետք է հասկանալ, որ քանի որ Ամերիկան էլ չի ֆինանսավորում Ուկրաինային, ինչը նախորդ տարի անում էր, այսինքն ինքը միջոցներ ունի ազատ այս պահին 10, 20, 30 միլիոն տրամադրել է Իսրայելին առանձնապես մեծ խնդիր չի լինելու Միացյալ Նահանգների համար, հատկապես որ Իսրայելը ինքը բավականին այսպես կարող պետություն է եւ ունի ռազմական արտադրություն եւ իր բյուջեն է ռազմական բավականին մեծ եւ այս պարագայում ես չեմ կարծում թե ֆինանսականը այս իհարկե դա ներքաղաքական նպատակներով մագայի մեջ այս թեմայով էլ բաժանում կա, բայց իրականությունը դրա մասին չի։ Այո, այդ արտաքին պարտքի թեման շատ է շահարկվում։ Ես ասեմ ձեզ, արտաքին պարտքի թեման իրականում ոչ թե այսօրվա համար են այդ տագնապը, այդ ալարմիստական տրամադրությունները, այլ ապագա 10-15 տարիների համար են եւ Չինաստանի հետ մրցակցության կոնտեքստում են։ Ես վստահ եմ, դա հենց այսօրվա համար չի։ Ամերիկան այսօր էլ շարունակում մնալ աշխարհի համար մեկ տնտեսությունը, ամենահզոր տնտեսական ուժը, ամենահզոր ռազմական ուժը։ Այս ինչ որ հիմա խոսվում է, սա ապագա 10 տարիների ուրեմն կտրվածքով է խոսվում, որ այդ արտաքին պարտքը կմեծանա, որ մենք պետքա փոխ խնայենք, դա այսօրվա մասին չի խոսքը, հենց վաղվա մասին չի խոսքը։ Եվ այս իմաստով այնպես չի որ Միացյալ Նահանգները ռազմական իհարկե ցամաքային գործողության Միացյալ Նահանգները չի գնա, կարծում եմ, որովհետև դա կարժենա միլիարդավոր, դա տրիլիոնավոր դոլարներ կարող է արժենա, եթե իրենք մտնեն ռազմական գործողության մեջ ցամաքում։ Բայց հիմա խոսքը ընդամենը Bunker Buster բոմբի մասին է, որը GBU 57-ն է, որը 60 մետր խորությամբ ուրեմն կարող է հարվածել, ընդ որում դա փորձարկված չի պատերազմների ժամանակ, դա փորձարկված է ուղղակի փորձարկումների ժամանակ։ Դա երբեք չի օգտագործվել։ Իսրայելը ունի 20 փաունդանոցը, մոտավորապես ես այսպես փաունդը տոննայի որ փոխարինենք 9-10 տոննայանոց, այսպես ասենք, հա, մոտավորապես։ Իսկ Ամերիկայի Միացյալ Նահանգները ունի 30,000 փաունդը, կներեք 30, 20,000 եւ 30,000-ի մասին է խոսքը։ Եվ Ամերիկայի GBU 57-ը, որը կարող են միայն B2 ինքնաթիռները, ռմբակոծիչները տեղափոխել, դրանք 30,000 փաունդ են, որը համարժեք է մոտ 15 տոննայի, 14 ու քանիս այդպես, հա։ Այսինքն 5 տոննա ավելա ամերիկյան տարբերակը։ Իսրայելը որքան հասկանում եմ, որքանով կարողացավ իր 20,000 փաունդանոցներով վնասեց Նաթանզի Էսֆահանի օբյեկտները, բայց Ֆորդոն խնդիր է, որտեղ Ֆորդոն լեռնային գոտի է եւ 60 եւ 80-ից 90 կիլոմետր խորության, կներեք, մետր խորության վրա է։ Հիմա GBU-ն կարող է հարվածել 57-ը կարող է հարվածել 60 մետր խորության վրա։ Բայց մասնագետները վերլուծում են, որ ես իհարկե կարծիք հարցնեցի առանց իմանալու, այսօր հետաքրքրվեցի ռազմական մասնագետների լսեցի, հնարավոր է միայն, եթե միանգամից 2-3 ռումբ նույն
ուղղությամբ նույն ճշգրիտ նույն տեղը հարվածի։ Այդ Հմ, դեպքում հնարավոր է մտնել արդեն այդ հենց այդ ստորգետնյա գործարան, ասենք, կամ չգիտեմ, օբյեկտը, ասենք, եւ այլն։ Սա է հարցը։ Հիմա Միացյալ Նահանգների մասնակցությունը քննարկվում է միայն այդ համատեքստում։ Իհարկե, խոսվում է նաև այն մասին, որ երեք ավիակիրը այստեղ ուղարկելը այնպես չի, որ երեքն էլ հիմա օրինակի համար Նիմիցը գալիս է ուրեմն Ինդո-Փասիֆիկից, Ջերար Ֆորդը նոր ուղարկեցին, լավ, ասենք մինչև այդ էլ մեկն էլ կար այնտեղ, մոռացա, ուրեմն երկու ավիակիր, ասենք, հա, ուղարկելը, բայց մեծ հաշվով մենք գիտենք, որ Միացյալ Նահանգները սովորաբար այդ ավիակիրներից գոնե մեկը, երկուսը միշտ ակտիվ պահում է այնտեղ, հա։ Նա երեք ավիակիր է այնտեղ կուտակել, որից երկուսը, այո, այսպես ասած, ուղիղ այնտեղի համար են նախատեսված, մեկը Ինդո-Պասիֆիկից է եկել, դա այլա ծախս, բան չունեմ ասելու, ասենք ինչ որ չափով ծախս է, բայց գլոբալ մեծ հաշվով դա այն ծախսերի մասին չի, որ խոսվում է։ Ընդամենը խոսքը այդ GBU 57-ը օգտագործելու ընդամենը 2-3 ռումբի մասին է, որ պետքա կիրառվի։ Եվ 1-2 ինքնաթիռի մասին է, որ պետքա այդ միսիան կատարեն, չէ, իհարկե ուղեկցող պաշտպանողական ինքնաթիռները։ Դուք խոսեցիք Միացյալ Նահանգների լարվածություն առաջացնելու մասին, այսպես ասեմ, այդպիսի հարված հասցնելուց հետո Չինաստանը օրինակ կարող է ֆինանսավորել Իրանին, դուք գիտեք, որ իր պրոքսիները թուլացած են, բայց դեռ կան։ Եվ հմ, նաև ուրիշ մի բան, Իրանը կարող է սկսել այսինքն արդեն այս իրավիճակում արձագանքը ինչպես կլինի, ցամաքային ինչ գործողություններ կսկսեն իրականացնել, տերորիստական ինչ գործողություններ կսկսեն իրականացնել հմ, Միացյալ Նահանգների բազաների, զորքերի տարածքների, չգիտեմ, շատ անկանխատեսելի է, թե այդ դրա մասին են խոսում, ինչպես կպատասխանի Իրանը, եթե Միացյալ Նահանգները խառնվի։ Խոսքը սրա մասին է։ Այդ դրանից հետո, երբ որ սկսվեն գործողություններ ցամաքային, ուրեմն Միացյալ Նահանգների զորախմբերի կամ չգիտեմ նավատորմերի դեմ, այս սա է հարցը, թե ինչ քաոս կառաջանա, որտեղ դրանից հետո էլ Միացյալ Նահանգները արդեն պարտավոր է լրջագույն պատասխան տալ, եւ սա կդառնա անverջ հարված ու պատասխանի